եթե ամփոփելու լինենք նաև, առաջիկա ամիսներին որն եք համարում այն առանցքային խնդիրը, որի լուծումը կարող է ամենամեծ ազդեցությունը թողնել Հայաստանի վրա, եւ Փամբակի ողբերգական դեպքին անդրադառնալով քույրերի, արդյոք Հայաստանի տարբեր հատվածներում գետերի, ջրատար խողովակների այդ վտանգավոր հատվածներում գույքագրում իրականացվել է նման ողբերգական դեպքերի կրկնությունը կանխելու համար։ Շնորհակալ։ Բայց ես ինչքան հասկանում եմ, անցումը, որտեղով անցել են երեխաները, այդ նախատեսված չի եղել անցման համար, այսինքն դա էլի ինքնաշխատ եղանակով մարդիկ ուղղակի օգտագործել են մեծ ողբերգություն, այսինքն հիմա գիտեք ինչ, մենք ցավոք դեպք ենք ունեցել, երբ որ երեխան ափից է ընկել ջրի մեջ կամ տարբեր տեղերից, մենք պետք է նայենք ավելի մանրամասն այդտեղ բան կար, որ պետք էր անել եւ չի արվել։ Հա? Դե բայց այդ խողովակը ինչ էր ծառայում, մենք տարբեր տեղեր ունենք, հիմա ասենք օրինակ նույն իրավիճակը չի, բայց նույն բանի Արգավանդ գյուղում, չէ, տեսնում եք այդ բաները արգելա, այդ ցանկապատը որ դրած է, մարդիկ տեղ կտրել են, տեղով քայլելով անցնում են։ Աստված չանի, հանկարծ ինչ որ մի հատ դեպք լինի եւ հարց հնչելու եւ լեգիտիմ հարց հնչելու, բա այդ ճանապարհով զբաղվողները ինչ է ցանկապատը ժամանակին չէին վերականգնել, ճիշտ է։ Բայց վերականգնեն համոզված եմ էլ 2 օր հետո էլի նույն պատկերն առնելու։ Այսինքն այսպիսի բաներ կան, որ պետք է ավելի խորը վերլուծության արժանանա եւ հասկանանք ինչ պետք է անենք, որ չենք կարել։ Բայց էլի եմ ասում, եթե այս դեպքը չլներ, գնային այդ կտրելու, չէ, ժողովուրդը դիմադրելու էր, չէ, ասելու էր տեղով անցնում դառնում են։ Ինչի եք բան անում, ինչի եք մոնտաժում։ Եվ ցավոք հաճախ է պատահում, որ մի ողբերգությունը նման նոր հետ ենք նայում, ասում ենք, բա ինչի, այս կամ այն որոշումը չի կայացվել, ինչի տեղում այդ բանը տենց չի եղել։ Շնորհակալություն։ Հա, որոշումների հետ կապված մեր նախընտրական ծրագիրը պետք է իրականացնենք եւ կառավարության ծրագիրը պետք է իրականացնենք։ Այդ ծրագրերի իրականացումը բոլոր հարցերի պատասխանը կտա։ Շնորհակալ եմ։